Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Վարդանյան, ես հիմա մեջ եմ բերելու քաղաքացիական պայմանագրի կարկառուն ներկայացուցիչներից մեկի խոսքերը, միտքը, որին հանրությունը լավ ճանաչում է։ Համոզված եմ, որ գործ ունենք Արցախում մարդկայնության դեմ ուղղված հանցագործության հետ, եւ ես պնդում եմ ու շարունակելու եմ անել ամեն ինչ, որ միջազգային ցանկացած հարթակում սատարեմ այն թեզը, որ Ադրբեջանը կատարել է լրջագույն հանցագործություններ եւ դրա համար համապատասխան պատիժ պետք է տրվի։ Նաեւ անդրադառնալու եմ Ադրբեջանի կողմից մտածածին մեղադրանքներով ապօրինաբար ձերբակալվող էթնիկ հայերին։ Հավատացնում եմ, որ ցանկացած նման դեպք արժանանալու է միջազգային համապատասխան արձագանքի, ցանկացած միջազգային հարթակում, որտեղ մենք կհայտնվենք, մենք խոսելու ենք դրա մասին եւ պահանջելու ենք, որ Ադրբեջանի քաղ բանտարկյալների առանց այդ էլ երկար շարքը չհամալրվի մեր հայրենակիցներով։ Հիմա հարցս նախ, դուք ինչպես եք գնահատում ձեր իսկ գործընկերոջ նման մտքին, ինչ ընդունում եք այս միտքը, թե ոչ, համարում եք արդյոք այս մոտեցումը այսօրվա կառավարության վարած արտաքին քաղաքականության հետ հակասություն ունեցող եւ եթե այո, ապա այս պարագայում արդյոք այս ներկայացուցիչը, քաղաքական գործիչը պետք է ազատվի իր աշխատանքից, որովհետև ինքը կառավարության արտաքին քաղաքականության դեմ գործողություն է իրականացնում, միտք է հայտնում, ինչպես օրինակ, ասենք, Ցեղասպանության թանգարանի տնօրենը ազատվեց աշխատանքից վարչապետի պահանջով, որովհետև հայտարարեց վարչապետը, որ իրենց վարած քաղաքականությունը եւ տնօրենի իրականացրած գործողությունը այն է ԱՄՆ-ի փոխնախագահի Բենսին գիրք նվիրելը իրար հակասում էին։ Խնդրում եմ պատասխանել։ Գյուրերյան, կարծես թե այդ կարկառուն ներկայացուցիչը, որին դուք փորձեցիք վկայակոչել, զուտ հաշվի առնելով, որ այն եզակի մարդկանցից են, որ օգտագործում ոչ թե մարդկության դեմ, այլ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների եզրույթը, կարծես թե կարող եմ ես լինել, առավել հավանականորեն ես եմ եւ հասկանում եմ, թե դուք ինչ եք այդ հարցը տալիս։ Գիտեք, շատ հստակ կպատասխանեմ ձեզ այդ հարցին։ Ուրեմն իմ ամբողջ խորհրդարանական գործունեության ընթացքում բոլոր խորհրդարանական հարթակներում հարցրեք ձեր գործընկերներից։ Ես սատարել եմ, սատարելու եմ Հայաստանի Հանրապետության շահերը, անկախ նրանից, որ ույցը պաշտոնում լինեմ, որովհետև Հայաստանի Հանրապետության շահերը չափազանց կարևոր են եւ բոլոր հարթակներում, բոլոր հնարավոր հանդիպումների ժամանակ ես բարձրացրել եմ այդ ում ձեր կողմից մատնանշված հարցերը։ Եվ եթե կարիք եւ հնարավորություն լինի եւ հարիր հարթակ լինի նաեւ սահմանադրական արդարադատության ոլորտում քննարկումների, միջազգային քննարկումների ժամանակ սահմանադրական արդարադատության իրագործման համար ստեղծված համապատասխան ասոցիացիաների շրջանակներում այդ հարցի բարձրացման պարագայում ես նույն դիրքորոշումն եմ արտահայտելու։ Որովհետև գիտեք ինչ, այո, սահմանադրական դատարանը անաչառ է եւ անաչառ է գտնվելու, որովհետև իրականացնելու է արդարադատություն յուրաքանչյուրիս համար, բայց պետական շահերով առաջնորդվելը իմ կարծիքով պետք է լինի ցանկացած պաշտոնատար անձի, այդ թվում ընդդիմադիր քաղաքական անձի, քաղաքական պաշտոնյայի համար կարևոր գրավական։ Ես մշտապես առաջնորդվել եմ պետական շահերով, երկրի սահմաններից դուրս եւ շարունակելու եմ առաջնորդվել։ Եվ եթե դուք ուզում եք հիմա փորձել ստեղծել իրավիճակ, որ գիտեք, հիմա մեկ-երկու շատ բարդ հարց կտամ, որի տակից Վարդանյանը կամ դուրս չի գա կամ կփորձենք նրան տանենք դեպի քաղաքական քննարկումների ոլորտ, ապա հավատացնում եմ ձեզ, այս 8 տարվա գործունեությունը այդ թվում ինձ սովորացրել է մի շատ հետաքրքիր բան, էլի խուսափել որևիցե եղանակի, կներեք, պրովոկացիոն դատողությունից։ Իսկ չի կարա սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուին ուղղվի հարց, կներեք ամենայն հարգանքով Տիկին Գյուրեղյան, դուք գիտեք ես ձեզ շատ եմ հարգում, բայց չի կարող տրվի սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուին հարց, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը, եթե այն չի հետապնդում մեկ պարզ նպատակ, վերջինիս խունից անել կամ կազմակերպել փոքրիկ ընկերական պրովոկացիա։ Այսքանը շնորհակալություն Տիկին Գյուրեղյան։
Պարոն Վարդանյան, իհարկե ես էլ ձեզ եմ ճանաչում եւ ես շատ լավ գիտեի, որ դուք հաստատ հիշեք ձեր խոսքերը եւ այդ խոսքերը դուք ապատասխանել եք ինձ Ռոմի ստատուտի ընդունման վավերացման ժամանակ ձեր ելույթով հիշեցնելով ինձ որ Տիկին Գյուրեղյան եւ Տիկին Լիլիթ Գալստյան դուք դեմ եք քվեարկում ստատուտին, բայց այս գործիքը մեզ պետք է որպեսի վաղը մյուս օրը մենք Արցախահայության դեմ հանցագործությունների հարցով միջազգային հարթակներում դատական գործ հարուցենք։ Ուր է այդ հարուցած դատական գործը։ Ես խոսում եմ Արցախահայության դեմ հանցագործության մասին, որը դուք եք ձևակերպել, ձեր ձևակերպումը։ Եվ հիմա դուք ասում եք, այո, ես Հայաստանի հայկական պետության շահերն եմ պաշտպանելու։ Ես հարցնում եմ, արդյոք Ադրբեջանի իրականացրած գործողությունները այսօր էլ դուք համարում եք Արցախում Արցախի դեմ հանցագործություն, մարդկության դեմ հանցագործություն, խնդրում եմ, սա ուղիղ պատասխանեք, կապ չունի, դուք հիմա թեկնածու եք, նախկին քպայական եք, որպես անձ, դուք այսօր էլ համարում եք Ադրբեջանի գործողությունները Արցախահայության դեմ, միջազգային հարթակում մարդկության դեմ հանցագործություն։ Տիկին Գյուրեղյան, շարունակում եմ հիանալ ձեզանով անկեղծ, որպես քաղաքական գործչով։ Եվ կասեմ հետևյալը, որ յուրաքանչյուր անձ իր ասած խոսքերի հետ գտնվում է տիրոջ եւ ծառայի փոխհարաբերություններում, գիտեք։ Քանի դեռ դու ոչինչ չես ասել, խոսքը քո ստրուկն է։ Երբ որ դու ասել ես, դու դառնում ես խոսքի ստրուկը։ Եվ ես պետք է ասեմ հետևյալը. Տիկին Գյուրեղյան, ես երբևիցե որևիցե արտահայտությունից չեմ հրաժարվում եւ չեմ կարող հրաժարվել։ Բացի դրանից, դուք հիշատակում եք ընդամենը ձեզ հասանելի պատասխանը ձեր իսկ հարցին, դուք կարող եք օրինակ իմ կողմից հրապարակված թե խորհրդարանում, թե խորհրդարանից առաջ հրապարակումները եւ տեսնեք, որ ես մշտապես շատ բացասաբար եմ անդրադարձել միջազգային հարթակում կատարվող ցանկացած հանցագործությանը։ Բայց զարմանում եմ որոշակի առումով, չգիտեմ, սա Ստոկհոլմյան սինդրոմը ինչ է։ Դուք չեք քվեարկել միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը, որը միակ գործիքն է այսօր միջազգային հանցագործության դեմ պայքարելու համար։ Բայց այդուհանդերձ մեղադրում եք ինձ, որ ես ձևակերպումներ եմ տվել, որը գուցե այսօր ձեր սրտով չեն։ Ենթադրում եմ, որ ձեր սրտով չեն, դրա համար եք հիշատակում այդ ձևակերպումները, բայց այստեղ վերջակետ դնեմ։